Ինչ կանեիք, եթե ձեզ պատվիրեին սիրել այն մարդուն, ով քանդում է ձեր կյանքի գործը։ Պատկերացրեք, ձեր աչքի առաջ բուլդոզերը ջարդում է ձեր հոր վերջին անավարտ խաչքարը։ Մարմարի բեկորները կարծես ձեր սեփական հոգու բեկորներն են։ Դուք բռունցքներն այնքան ուժեղ եք սեղմում, որ արյունը կաթում է հողին։ Հենց այդ պահին ձեզ ասում են, որ պետք է ոչ թե վրեժխնդիր լինել, այլ աղոթել այն մարդու համար, ով այդ ամենի հետևում կանգնած է։ Այսօր դուք կտեսնեք, թե ինչպես այդ արյունոտ բռունցքը բացվեց և կատարեց մի քայլ, որն ավելի հզոր էր, քան ցանկացած բողոքի ակցիա։ Մի քայլ, որը հակասում է մարդկային տրամաբանությանը։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն մեկ աստվածային սկզբունքը, որը կարող է ձեր ամենաանոհոգ թշնամուն ստիպել կանգ առնել և լսել ձեզ, առանց որևէ սպառնալիքի կամ ուժի կիրառման։ Սա թուլության մասին պատմություն չէ, սա բացարձակ ուժի մասին է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք մենք։ Առավոտյան լռությունը պատռեց պողպատե ճռինչը։ Գևորգը, խաչքարագործ վարպետը, որի մատները քարի փոշուց սպիտակել էին դեռ պատանեկությունից, վեր թռավ տեղից։ Նրա արհեստանոցի դիմաց, որտեղ օդը դարերով ներծծվել էր կրաքարի ու աղոթքի բույրով, կանգնած էր դեղին, հրեշավոր մի էքսկավատոր։ Դրա ժանիքավոր շերեփը կարծես սպառնում էր ոչ միայն հողի փոքրիկ կտորին, այլև Գևորգի հոր, պապի ու նախնիների հիշատակին, որոնք այս նույն հողի վրա քարին հոգի էին տվել, Աստծո խոսքը վերածելով անմահ զարդանախշերի։ Այն կանգնած էր այնտեղ, որպես ժամանակակից աշխարհի անողոք դեսպան, որը եկել էր ջնջելու հիշողությունը։ Գևորգի կինը Անահիտը դուրս վազեց ձեռքին պաշտոնական տեսքով մի թուղթ։ Նրա դեմքը գունատ էր, ինչպես նոր տաշած մարմարը, իսկ աչքերում սարսափ էր։ Գևորգ, սա ծանուցում է, ասում են տարածքը վաճառված է, մեկ ամսից այստեղ բազմաֆունկցիոնալ համալիր պետք է կառուցվի։ Արհեստանոցի ներսում փոշոտ լույսի շողերի տակ կիսատ էին մնացել տասնյակ խաչքարեր, յուրաքանչյուրը մի ճակատագիր, մի աղոթք։ Այնտեղ էր Գևորգի կյանքը, նրա հավատքի տեսանելի վկայությունը։ Եվ հիմա այդ ամենը պետք է հավասարվեր հողին, հանուն ապակե և բետոնե մի կառույցի, որը խոստանում էր շահույթ և զարգացում։ Մի քանի ժամ անց հայտնվեց նա, Տիգրանը։ 38 տարեկան, թանկարժեք կոստյումով, ինքնավստահ հայացքով մի մարդ, որի աչքերում քարի հոգու փոխարեն փողի սառը փայլն էր։ Նա շինարարական ընկերության սեփականատերն էր, մի մարդ, ով սովոր էր ստանալ այն, ինչ ուզում էր։ Վարպետ, եկել եմ պայմանավորվելու, ասաց նա առանց որևէ զգացմունքի։ Գիտեմ, որ սա ձեր պապենական վայրն է, բայց ժամանակները փոխվում են։ Մենք ձեզ լավ փոխհատուցում կառաջարկենք։ Գևորգը նայեց Տիգրանին, հետո իր ձեռքերին, որոնք գիտեին քարի հետ խոսելու լեզուն։ Նրան ներսում մի փոթորիկ էր սկսվել, անզորության, զայրույթի և վիրավորանքի միախառնում։ Նրա տունը, նրա հավատքի ամրոցը կանգնած էր ավազի վրա սպասվող փոթորկի առաջ։ Այն երեկո Գևորգի տանը լարված լռություն էր տիրում։ Նրա երկու որդիները, 14-ամյա Արմենը և 10-ամյա Վահեն, խորասուզված իրենց գաջետների մեջ, կարծես չէին էլ նկատում ծնողների հոգեկան վիճակը։ Նրանց էկրաններից եկող արհեստական լույսը սառը սկվերներ էր գցում սենյակի պատերին կախված սրբապատկերների վրա։ Գևորգն ու Անահիտը հասկանում էին, որ կորցնում են ոչ միայն արհեստանոցը, այլև իրենց հոգևոր կապը երեխաների հետ։ Կիրակնօրյա եկեղեցի այցելությունները դարձել էին ձևականություն, և երեխաները ձանձրանում էին պատարագի ընթացքում։ Ծնողները վախենում էին, որ իրենց ընտանեկան տունը կառուցված է ժամանակակից արժեքների, սպառման, անհատականության ավազի վրա և չի դիմանա կյանքի փոթորիկներին։ Հենց այդ հուսահատության պահին նրանք միասին մի որոշում կայացրին։ Դա փախուստ չէր, այլ որոնում։ Նրանք որոշեցին ուխտագնացության գնալ դեպի Հայաստանի հին վանքերը՝ Տաթևը, Նորավանքը և Խորվիրապը։ Նրանք պետք է կանգնեին այն վայրերում, որոնք կառուցված էին ժայռերի վրա և դարեր շարունակ դիմացել էին բոլոր փոթորիկներին։ Նրանք պետք է ֆիզիկապես զգային Քրիստոսի խոսքերի իմաստը, որպեսզի հասկանային, ժայռի վրա կառուցելը պարզապես երեխաներին աղոթք սովորեցնելը չէ։ Այն Քրիստոսին և նրա ուսմունքները իրենց ընտանիքի համար իրական, կենդանի կենտրոն դարձնելն է։ Միմյանց հետ խոսելու, հակամարտությունները լուծելու և միասին ժամանակ անցկացնելու մեջ։ Ճանապարհը դեպի Խորվիրապ երկար էր ու լուռ։ Երեխաները սովորության համաձայն խրված էին իրենց հեռախոսների մեջ, բայց այս անգամ նրանց դեմքերին ձանձրույթի փոխարեն զարմանք կար։
Արարատի համայիչ տեսարանը, որը գնալով մեծանում էր դիմացից, նույնիսկ նրանց էր ստիպել պարբերաբար գլուխները բարձրացնել էկրաններից։ Գևորգը վարում էր, ամուր սեղմելով ղեկը, իսկ Անահիտը նայում էր պատուհանից դուրս, փորձելով դաշտերի անսահմանության մեջ գտնել իր հոգու խաղաղությունը։ Նրանք գնում էին ոչ թե պարզապես տեսարժան վայրեր տեսնելու, այլ պատասխաններ գտնելու այն վայրում, որտեղից սկիզբ էր առել հայրոց քրիստոնեական հավատքի պատմությունը։ Նրանք հասան, երբ արևն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ, Արարատի ձյունե գագաթը ներկելով վարդագույնի ու ոսկու երանգներով։ Նրանք իջան այն խորը գուբը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի անցկացրել էր աղոթքի մեջ։ Օդը խոնավ էր ու սառը, պատերից ջուր էր կաթում, իսկ վերևի փոքրիկ անցքից երկնքի մի կտոր էր երևում։ Արմենն ու Վահեն, որոնք սկզբում վախեցած կպել էին ծնողներին, այժմ լուր ու զարմացած շոշափում էին քարե պատերը։ Մայրիկ, այստեղ իսկապես մարդ է ապրել, շշնջաց Վահեն, նրա ձայնը արձագանք տալով փոքրիկ խցում, այսքան երկար, առանց հեռախոսի։ Անահիտը ժպտաց տխուր։ Այո, որդիս, նա հեռախոս չուներ, բայց ուներ կապ Աստծո հետ, դա նրան ուժ էր տալիս։ Գևորգը ոչինչ չասաց, նա պարզապես կանգնել էր, նայելու վերևի լույսի շերտին։ Նա փորձում էր պատկերացնել, թե ինչ հավատք, ինչ ներքին ուժ պետք է ունենար մարդը այս խավարի մեջ տեսնելու լույսը եւ հավատալու, որ այդ լույսը մի օր կփրկի մի ամբողջ ազգ։ Այդ պահին, այդ խորքում Գևորգը հասկացավ մի կարևոր բան։ Նրա արհեստանոցի խնդիրը, Տիգրանի հետ հակամարտությունը, այդ ամենը այնքան փոքր ու աննշան թվաց այն հոգևոր պայքարի համեմատ, որը մղվել էր այս պատերի ներսում։ Նա հասկացավ, որ իր տունը փլուզվում է ոչ թե Տիգրանի բուլդոզերից, այլ իր սեփական հավատքի թունությունից։ Նա իր երեխաներին բերել էր եկեղեցի, բայց երբեք չէր ցույց տվել նրանց հավատքի ուժը գործի մեջ։ Նա նրանց սովորեցրել էր հայր մերը, բայց չէր սովորեցրել, թե ինչպես ներել թշնամուն 70 անգամ 7 անգամ։ Նրա տունը կառուցված էր ավանդույթների ավազի վրա, ոչ թե կենդանի հավատքի ժայռի։ Երբ նրանք դուրս եկան գուբից, արդեն մթնում էր։ Նրանք կանգնեցին վանքի բակում, նայելով լուսավորված Արարատին։ Լռությունը խախտեց Արմենը։ Հայրիկ, իսկ ինչ ենք անելու այն մարդու հետ, ով ուզում է մեր արհեստանոցը քանդել։ Դա առաջին անգամն էր, որ նա հետաքրքրություն էր ցուցաբերում խնդրի նկատմամբ։ Գևորգը նայեց որդուն, հետո Անահիտին։ Նրա աչքերում վճռականություն կար։ Մենք կկառուցենք մեր տունը ժայռի վրա, որդիս, ասաց նա։ Իսկ դա նշանակում է, որ մենք կսկսենք անել այն, ինչ ամենադժվարն է։ Նա դեռ հստակ չգիտեր, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, բայց գիտեր, որ դրանք այլևս չեն լինելու զայրույթի կամ վրեժի քայլեր։ Ուխտագնացությունը դարձել էր նրանց ընտանեկան հոգևոր ճանապարհորդության սկիզբը, շրջադարձային կետը, որտեղից պետք է սկսվեր իսկական շինարարությունը։ Ուխտագնացությունից վերադառնալուց հետո Գևորգի տանը մի նոր ավանդույթ հաստատվեց։ Երեկոյան հեռուստացույց դիտելու փոխարեն ընտանիքը հավաքվում էր հյուրասենյակում։ Գևորգը բացում էր իր պապի հին կաշեկազմ ավետարանը, եւ նրանք միասին կարդում էին մի փոքրիկ հատված։ Սկզբում երեխաները դժգոհում էին, բայց Գևորգն ու Անահիտը համառ էին։ Նրանք չէին կարդում չոր քարոզներ, այլ փորձում էին Քրիստոսի առակները քննարկել իրենց կյանքի օրինակներով։ Նրանք խոսում էին անառակ որդու մասին, հիշելով, թե ինչպես իրենք են սխալներ գործել ու ներվել։ Նրանք քննարկում էին բարի Սամարացու առակը, մտածելով, թե ում կարող են օգնել իրենց թաղամասում։ Աստիճանաբար երեխաները սկսեցին ներգրավվել։ Նրանք տեսնում էին, որ ավետարանը ոչ թե հին հեքիաթների գիրք է, այլ կենդանի խոսք, որը վերաբերում է իրենց այսօր։ Մի երեկո, երբ նրանք կարդում էին Լեռան քարոզից այն հատվածը, որտեղ Հիսուսն ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին», Գևորգը կանգ առավ։ Նա նայեց իր ընտանիքին եւ հասկացավ, որ ժամանակն է խոսքից անցնել գործի։ Նրա սրտում մի որոշում էր հասունացել, անհնարին գրեթե խենթ թվացող։ Հաջորդ օրը նա վերցրեց տուֆի մի փոքր, գեղեցիկ կտոր եւ սկսեց աշխատել դրա վրա։ Նա աշխատում էր ոչ թե զայրույթով կամ հուսահատությամբ, այլ աղոթքով եւ սիրով, որը նոր էր սկսել ծլարձակել իր հոգում։ Մի քանի օր անց նրա ձեռքերի տակ ծնվեց մի փոքրիկ, նրբաքանդակ խաչքար։ Դա պատվեր չէր, դա նվեր էր։ Նա զգուշորեն փաթաթեց խաչքարը եւ գնաց Տիգրանի շքեղ գրասենյակ։ Քարտուղարուհին զարլացած նայեց նրան, բայց Տիգրանը, լսելով Գևորգի անունը, հետաքրքրությունից դրդված, համաձայնեց ընդունել նրան։ Նա վստահ էր, որ Գևորգը եկել է հանձնվելու եւ փող խնդրելու։
Գևորգը մտավ սենյակ։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, իշխանության և հաղթանակի դիրքից։ «Լսում եմ քեզ, Գևորգ», ասաց նա սառը։ «Հուսով եմ եկել ես խելամիտ որոշմամբ»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն դրեց խաչքարը։ Տիգրանը տարակուսած նայեց քարին, հետո Գևորգին։ «Սա քեզ համար է, Տիգրան», ասաց Գևորգը հանգիստ ձայնով, որի մեջ չկար ոչ մի կեղծիք կամ սարկազմ։ «Սա նվեր է իմ կողմից քո նոր կառուցվելիք շենքի համար։ Թող Աստված օրհնի քո աշխատանքը և պահապան լինի քո ընտանիքին»։ Տեղի ունեցավ մի բան, որին Գևորգը պատրաստ չէր։ Տիգրանը մի պահ լռեց, հետո բարձր ծիծաղեց։ Դա ոչ թե ուրախ, այլ արհամարհական, նվաստացուցիչ ծիծաղ էր։ Նա վերցրեց նրբաճաշակ խաչքարը, մի պահ զննեց այն, կարծես գնահատելով աշխատանքի որակը, և հետո, Գևորգի աչքերի մեջ նայելով, սառնասրտորեն նետեց այն իր սեղանի կողքի աղբամանի մեջ։ Քարի և մետաղի բախման ձայնը Գևորգի սրտում արձագանքեց որպես կոտրվող ապակու ձայն։ «Ինձ քո քարերը պետք չեն», ասաց Տիգրանը, կրկին նստելով իր բազկաթոռին։ «Ինձ քո հողն է պետք։ Դու ունես մեկ շաբաթ ժամանակ տարածքն ազատելու համար։ Հակառակ դեպքում իմ բուլդոզերները կանեն դա քո փոխարեն»։ Գևորգը հեռացավ ջախջախված։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի ամենադժվար խորհուրդը ավարտվել էր ստորացուցիչ պարտությամբ։ Նա զգում էր, թե ինչպես իր մեջ նորից գլուխ է բարձրացնում հին զայրույթը, վիրավորանքն ու ատելությունը։ Նա տուն վերադարձավ, զգալով, որ իր կառուցած տան հիմքերը նորից սկսել են սասանվել։ Այդ երեկո Գևորգի տանը լռությունը ծանր էր ու խեղդող։ Անահիտը լուռ հավաքում էր սեղանը, իսկ երեխաները, զգալով ծնողների լարվածությունը, անաղմուկ մտել էին իրենց սենյակները։ Գևորգը նստած էր բազմոցին, գլուխը կախ, ձեռքերով բռնելով։ Նրա մեջ ամեն ինչ եռում էր։ Նվաստացումը, որ նա կրել էր Տիգրանի գրասենյակում, այրում էր նրան ներսից։ Նա զգում էր, որ ոչ միայն պարտվել է, այլև ծաղրի է ենթարկվել իր իսկ հավատքի պատճառով։ «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Այս խոսքերը հիմա նրա ականջներում հնչում էին որպես դաժան հեգնանք։ Նա փորձեց, անկեղծորեն փորձեց, և ահա թե ինչ ստացավ։ Իր ձեռքով պատրաստած խաչքարը աղբամանում, իսկ թշնամին ավելի ուժեղ ու անխիղճ, քան երբևէ։ Նրա մարդկային բանականությունը գոռում էր, որ նա հիմարություն է արել, որ քրիստոնեական խոնարհությունը այս աշխարհում ընկալվում է որպես թուլություն։ Հաջորդ օրը հարվածն ավելի ուժեղ էր։ Տիգրանը սկսել էր տեղեկատվական պատերազմ։ Տեղական թերթերից մեկում հայտնվել էր մի հոդված՝ «Ժառանգության ստվերում. ինչպես են հին արհեստավորները խոչընդոտում քաղաքի զարգացմանը» վերնագրով։ Հոդվածում Գևորգի ընտանիքը ներկայացվում էր որպես համառ ու շահամոլ մարդկանց խումբ, ովքեր իրենց անձնական քմահաճույքի համար խանգարում են տասնյակ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելուն։ Գրված էր այնպես խորամանքորեն, որ կարդացողի մոտ տպավորություն էր ստեղծվում, թե Գևորգը պարզապես ավելի շատ գումար է ուզում կորզել։ Ճնշումը վերացական լինելուց դադարեց։ Շաբաթ օրը, երբ Գևորգի մայրը, տիկին Վարդուհին, գնացել էր շուկա, նա զգաց դա իր մաշկի վրա։ Մսավաճառը, ով տասնյակ տարիներ նրանց հարևանն էր, խուսափեց նրա հայացքից և ասաց, թե լավ միսն արդեն վերջացել է։ Հացթուխը, ում հետ նա ամեն առավոտ սուրճ էր խմում, ձևացրեց, թե չի լսում նրա ողջույնը։ Երեկվա բարեկամներն ու հարևանները մեջք էին դարձնում, նրա մեջ տեսնելով ոչ թե տարիների հարևանին, այլ Խաբեբայի մորը։ Տիկին Վարդուհին տուն վերադարձավ դատարկ պայուսակներով և արցունքն աչքերին։ Այդ երեկո ընտանիքում պայթյուն տեղի ունեցավ։ «Տեսնում ես, թե ինչի հասցրիր քո սիրով ու ներումով», գոռում էր Անահիտը Գևորգի վրա, առաջին անգամ կորցնելով ինքնատիրապետումը։ «Քո պատճառով իմ երեխաներին դպրոցում մատով են ցույց տալիս, քո մայրը չի կարողանում մի կտոր հաց գնել»։ Ինչ կասեն մարդիկ, մենք ամոթով ենք կռզչիրավանյա։ Գևորգը լուռ էր։ Նա չգիտեր ինչ պատասխանել։ Նրա սրտում կասկածի սերմերն էին ծլում։ Գուցե նա սխալ էր հասկացել Քրիստոսի խոսքերը։ Գուցե «սիրիր թշնամուդ» նշանակում է ինչ-որ այլաբանական բան, ոչ թե բառացի գործողություն։ Նրա ներսում մարդկային իմաստությունն ու աստվածային խորհուրդը մտնում էին անհաշտ պայքարի մեջ։ Մի կողմից իրավունքի, պատվի ու արժանապատվության զգացումն էր, մյուս կողմից Հիսուսի անհասկանալի, աշխարհի կողմից չընդունվող պատվիրանը։ Նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում, և որքան շատ էր փորձում հետևել լույսին, այնքան ավելի էր խորանում խավարի մեջ։ Ջախջախված ու հոգեպես սպառված, Գևորգը մեքենան քշեց դեպի լեռները։ Նա չգիտեր ուր է գնում, պարզապես փախչում էր իր տան լարվածությունից, հարևանների դատապարտող հայացքներից և իր սեփական սրտում բարձրացած կասկածների փոթորկից։
Ճանապարհը նրան բերեց դեպի մի փոքրիկ, կիսավեր վանք, որը թաքնված էր անտառի խորքում։ Նա կանգնեցրեց մեքենան և մտավ ներս։ Այնտեղ ոչ ոք չկար, բացի մի ծեր վանականից, ով լուր մաքրում էր բակը տերևներից։ Գևորգը չմոտեցավ նրան, նա չէր եկել խորհուրդ հարցնելու կամ խոստովանելու, նա պարզապես ուզում էր լռություն։ Նա նստեց վանքի քանդված պատի մոտ, քարի սառնությունը զգալով իր մեջքի տակ և սկսեց նայել դատարկությանը։ Նա չէր աղոթում, բառերը սպառվել էին, նրա հոգին դատարկ էր, ինչպես այդ վանքի բակը։ Ժամեր անցան, արևը սկսեց մայր մտնել։ Հանկարծ վանքի դարպասներից ներս վազեց մի փոքրիկ տղա, ծիծաղելով ու վազելով թափառող մի շան հետևից։ Տղան վերցրեց մի քար և նետեց շան ուղղությամբ։ Քարը սակայն չհասավ կենդանուն և թքկոցով ընկավ Գևորգից ոչ հեռու։ Գևորգը լարվեց, սպասելով, որ ծեր վանականը կբարկանա տղայի վրա։ Բայց վանականը ոչինչ չասաց։ Նա հանգիստ մոտեցավ, վերցրեց գետնին ընկած քարը, որը նետվել էր չարությամբ ու անմտությամբ, և դրա փոխարեն, որ հետ նետի կամ մի կողմ շպրտի, նա զգուշորեն դրեց այն քանդված պատի հիմքում, լրացնելով բաց մնացած տեղերից մեկը։ Նա վերցրեց չարության էներգիան և այն վերածեց շինարարության մի փոքրիկ ակտի։ Այդ պահին Գևորգի գլխում կարծես կայծակ փայլատակեց։ Նա հանկարծ հասկացավ ամեն ինչ։ Նա հասկացավ Քրիստոսի խոսքերի իրական ցնցող իմաստը. «Սիրիր թշնամուդ»։ Դա չի նշանակում զգալ սեր, դա չի նշանակում համակերպվել չարիքի հետ, դա չի նշանակում թույլ լինել։ Դա նշանակում է վերցնել քո դեմ ուղված չարության էներգիան, ատելությունը, զրպարտությունը, ագրեսիան և այն չվերադարձնել նույն կերպ։ Դա նշանակում է այդ քաոսային կործանարար ուժը վերափոխել, վերաուղղորդել դեպի արարում։ Դա նշանակում է այն քարը, որով քեզ խփում են, վերցնել և դնել քո սեփական տան հիմքում, այն դարձնելով ավելի ամուր։ Նա հասկացավ, որ Տիգրանին խաչքար նվիրելով ինքը սխալ էր մեկնաբանել պատվիրանը։ Նա փորձում էր չարությանը պատասխանել բարությամբ, բայց դա նման էր քամու դեմ թքելուն։ Իսկական իմաստությունը ոչ թե պատասխանելն էր, այլ վերափոխելը։ Գևորգը ցնցված էր այս բացահայտման պարզությունից և հանճարեղությունից։ Ամեն ինչ տեղն ընկավ։ Իր նվաստացումը, հարևանների արհամարհանքը, կնոջ արցունքները, այս ամենը քարեր էին, որոնք նետվել էին իր վրա։ Եվ նա երկու ընտրություն ուներ՝ կամ թույլ տալ, որ այդ քարերը թաղեն իրեն, կամ հավաքել դրանք և դրանցով կառուցել մի ամրոց, որը ոչ մի բուլդոզեր չի կարող քանդել։ Նա հասկացավ, որ Քրիստոսը ոչ թե պասիվության էր կոչ անում, այլ հոգևոր ձյուդոյի բարձրագույն արվեստի։ Չարիքի ուժն օգտագործել հենց չարիքի դեմ, ոչ թե կործանելով, այլ արարելով։ Այդ պահին նա զգաց մի անսահման խաղաղություն։ Փոթորիկը նրա հոգում դադարեց։ Նա վեր կացավ, մոտեցավ ծեր վանականին, խոնարհվեց և առանց մի բառ ասելու դուրս եկավ վանքից։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի, և այս անգամ նա վստահ էր, որ իր տունը կառուցելու է իսկական ժայռի վրա։ Գևորգը տուն վերադարձավ բոլորովին այլ մարդ։ Նրա դեմքին այլևս չկար այն տանջահար արտահայտությունը, որը վերջին շաբաթներին տանջում էր նրա ընտանիքին։ Դրա փոխարեն հանգիստ վճռականություն էր, ուժ, որը բխում էր ոչ թե համառությունից, այլ խորը ներքին համոզմունքից։ Նա հավաքեց ընտանիքին, կնոջը, երեխաներին, մորը և նույնիսկ զանգեց իր կրտսեր եղբորը Լևոնին, ով մինչ այդ պահը պնդում էր, որ խնդիրը պետք է լուծել տղամարդավարի, ուժով և կապերով։ Երբ բոլորը հավաքվեցին, Գևորգը խոսեց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը կշիռ ուներ։ Նա չպատմեց վանքի ու ծեր վանականի մասին։ Նա խոսեց իր բացահայտման էության մասին։ «Մենք ամբողջ ընթացքում սխալ էինք պայքարում», սկսեց նա։ «Մենք փորձում էինք կանգնեցնել փոթորիկը, բայց Քրիստոսը մեզ սովորեցնում է ոչ թե կանգնեցնել փոթորիկը, այլ օգտագործել դրա ուժը մեր առագաստները լցնելու համար։ Տիգրանը մեր դեմ ուղղել է ատելություն, զրպարտություն և ճնշում, նա մեզ քարերով է հարվածում։ Եվ մենք այլևս չենք փորձելու խուսափել այդ քարերից, մենք դրանք հավաքելու ենք»։ Սենյակում լռություն տիրեց։ Լևոնը անհամբեր տեղում շարժվեց։ «Ինչ ես դուրս տալիս, Գևորգ», ընդհատեց նա։ «Ինչ քարեր, ինչ առագաստներ, մեկ շաբաթից բուլդոզերները կգան»։ Գևորգը նայեց եղբորը, և նրա հայացքում ոչ թե բարկություն կար, այլ կարեկցանք։ «Տիգրանը ուզում է վերցնել մեր հողը, որպեսզի դրա վրա կառուցի իր հարստության ու եսասիրության հուշարձանը։ Լավ, բայց հենց այդ հողի կողքին, նրա ապագա շքեղ շենքի պատուհանների տակ կա մի հին լքված մատուռ։ Հիշում եք, այն, որ մեր պապն էր երազում վերականգնել։
Մենք սկսելու ենք դրա վերականգնումը վաղվանից։ Մենք Տիգրանի ատելության էներգիան, նրա զրպարտությունը, այն ամբողջ ցավը, որ նա մեզ պատճառեց, կվերածենք աղոթքի տան։ Նա ուզում է շահույթի կենտրոն ստեղծել, իսկ մենք նրա քթի տակ կկառուցենք հոգևոր կենտրոն, անվճար, բոլորի համար։ Լևոնը ոտքի կանգնեց. «Դու խելագարվել ես, սա ինքնասպանություն է, սա կրակի վրա յուղ լցնելու պես մի բան է, նա մեզ կոչնչացնի»։ Բայց Անահիտը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում էր, նայեց ամուսնուն։ Նա տեսնում էր նրա աչքերի մեջ այն կրակը, այն հավատքը, որը վաղուց չէր տեսել։ Նրա սեփական վախերն ու կասկածները հալվեցին այդ հայացքի տակ։ Նա մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը և երկար ժամանակ անց առաջին անգամ վստահ ձայնով ասաց. «Ես քեզ հետ եմ»։ Տիկին Վարդուհին արցունքները սրբեց և ժպտաց։ Նա տեսնում էր իր որդու մեջ իր ամուսնու և իր պապերի ոգին։ Համայնքը բաժանվեց։ Ոմանք, Լևոնի նման, Գևորգի որոշումը համարեցին անմտություն, հոգևոր ռոմանտիզմ, որը կործանման կտանի։ Նրանք դարձան կասկածամիտները, բայց մյուսները, ովքեր տեսել էին Գևորգի տառապանքն ու նրա նոր ձեռք բերած խաղաղությունը, զգացին, որ այս խենթ թվացող ծրագրի մեջ ավելի շատ իմաստություն և ուժ կա, քան ցանկացած իրավաբանական պայքարի մեջ։ Նրանք դարձան նոր դաշնակիցները։ Քրիստոսի խորհրդի նոր ըմբռնումը սկսեց վերաձևել հարաբերությունները, ստեղծելով նոր հոգևոր դաշինքներ և բացահայտելով հին, մակերեսային կապերի փխրունությունը։ Հաջորդ առավոտ, երբ արևի առաջին շողերը նոր էին ոսկեզօծում Արարատի գագաթը, Գևորգը, Անահիտը, նրանց երկու որդիները և մի քանի հավատարիմ բարեկամներ արդեն կանգնած էին լքված մատուռի ավերակների մոտ։ Նրանք իրենց հետ բերել էին բահեր, դույլեր և ամենակարևորը, իրենց նոր գտած վճռականությունը։ Նրանք սկսեցին մաքրել տարածքը տարիների ընթացքում կուտակված աղբից ու մոլախոտերից։ Աշխատանքը ծանր էր, բայց նրանց սրտերում թեթևություն կար։ Յուրաքանչյուր հանած քար, յուրաքանչյուր մաքրած թիզ հող նրանց համար ոչ թե պարսպասես ֆիզիկական աշխատանք էր, այլ հոգևոր ակտ, չարիքի կողմից ստեղծված քաոսը վերածելու սրբության։ Կեսօրին մոտ հորիզոնում հայտնվեցին Տիգրանի սև ջիպերը։ Նրանք փոշու ամպ բարձրացնելով մոտեցան և կանգ առան մատուռի մոտ։ Տիգրանը դուրս չեկավ մեքենայից։ Նրա փոխարեն դուրս եկան մի քանի մկանուտ տղաներ։ Նրանք ձեռք չտվեցին Գևորգին կամ նրա ընկերներին։ Նրանք սկսեցին հոգեբանական ճնշումը։ Մեքենաներից սկսեց բարձր, ագրեսիվ երաժշտություն հնչել, որը խախտում էր առավոտյան սուրբ լռությունը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը բերել ու թափել հենց մաքրված տարածքի կողքին, ստեղծելով նոր աղբանոց։ Նրանք բարձրաձայն ծաղրում էին աշխատողներին, անվանելով նրանց խելագար սրբեր։ Ամեն մի վիրավորանքի, ամեն մի ծաղրական խոսքի, ամեն մի դույլ աղբի դիմաց Գևորգը լուռ մոտենում էր, վերցնում էր մատուռի հին ընգած քարերից մեկը և դնում էր պատի հիմքում։ Նրա շարժումները հանգիստ էին ու չափված, նրա դեմքին չկար ոչ զայրույթ, ոչ վախ։ Նա պարզապես վերցնում էր նրանց կողմից արտանետված ատելությանը և այն վերածում էր շինարարական քարի։ Նրա ընկերները, տեսնելով նրա անսասանությունը, հետևեցին նրա օրինակին։ Երաժշտության աղմուկի և վիրավորանքների ներքո նրանք լուռ շարունակում էին դնել մատուռի պատի առաջին շարքը։ Այս տեսարանը չվրիպեց հարևանների աչքից։ Մարդիկ, ովքեր երեկ խուսափում էին Գևորգի ընտանիքից, այժմ իրենց տների պատուհաններից լուռ հետևում էին այս տարօրինակ դիմակայությանը։ Սկզբում նրանք տարակուսած էին, հետո հետաքրքրված։ Նրանք տեսնում էին ոչ թե երկու կողմերի բախում, այլ միակողմանի ագրեսիա և դրան ի պատասխան անհասկանալի խաղաղ արարում։ Օրվա վերջում, երբ Տիգրանի մարդիկ հեռացան, մի ծերունի հարևան, ով ամենից շատ էր քննադատել Գևորգին, դանդաղ մոտեցավ։ Նա ոչինչ չասաց, պարզապես վերցրեց մի քար և դրեց այն Գևորգի դրած քարի կողքին։ Նրանից հետո մոտեցավ մեկ ուրիշը, հետո մի կին իր երեխայի հետ։ Հակամարտությունը դառնում էր հանրային, և մարտի դաշտը ոչ թե ուժի, այլ ոգու ամրության փորձության վայր էր դառնում։ Շաբաթներն անցնում էին, և մատուռի պատերը քար առ քար բարձրանում էին։ Տիգրանի մարդկանց ճնշումները շարունակվում էին, բայց դրանք կորցրել էին իրենց սրությունը։ Գևորգի և նրա համախոհների խաղաղ համառությունը խլել էր նրանց զայրույթի զենքը։ Սակայն վերջնաժամկետը, մեկ ամիսը, մոտենում էր, և այն օրը, երբ ժամկետը լրացավ, Տիգրանն անձամբ եկավ։ Նրա սև ջիպը կանգ առավ, և նա դուրս եկավ դեմքին զայրույթի ու անզորության խառնուրդ։ Բոլոր աշխատողները սառեցին տեղում։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը դանդաղ, սպառնալից քայլերով մոտեցավ ուղիղ Գևորգին։ Նա կանգնեց նրա դիմաց այնքան մոտ, որ Գևորգը զգում էր նրա շնչառությունը։
Բայց Գևորգը չնահանջեց, նա հանգիստ նայում էր Տիգրանի աչքերի մեջ և նրա հայացքում ոչ թե մարտահրավեր կար, այլ տքուր ըմբռնում։ Լռության մեջ, որը կախվել էր շին հրապարակում, Գևորգը մեկնեց ձեռքը, որի մեջ մի փոքրիկ հարթ քար կար, և մեղմ ձայնով ասաց. «Ես իմացա քո ծնողների անունները՝ Հովհաննես և Նունե, նրանք լավ մարդիկ են եղել։ Այս մատուռը կառուցվում է նաև նրանց հիշատակին, սա առաջին քարն է նրանց անունով»։ Այդ խոսքերը, ասված առանց որևէ դիտավորության կամ մեղադրանքի, ավելի ուժեղարված եղան, քան ցանկացած բռունցք։ Տիգրանի դեմքի կոշտ, ինքնավստահ դիմակը ճաք տվեց։ Մի պահ նրա աչքերում երևաց ոչ թե անխիղճ գործարարը, այլ միայնակ վիրավորված տղան։ Նրա բռունցքները սեղմվեցին, հետո թուլացան։ Նա մի քանի վայրկյան նայեց Գևորգի մեկնած քարին, հետո առանց այն վերցնելու կտրուկ շրջվեց, նստեց մեքենան և հեռացավ։ Նա սուրբ չդարձավ այդ պահին, բայց նա կոտրվեց։ Նրա ատելության զենքը վերածվել էր հիշողության ու սիրո գործիքի, և դրա դեմ նա անզոր էր։ Այդ օրվանից բուլդոզերները չհայտնվեցին։ Տիգրանն ուղղակի անհետացավ Գևորգի կյանքից։ Մի քանի ամիս անց մատուռն արդեն կանգուն էր, իր փոքրիկ գմբեթով ու խաչով։ Դրա կառույցումը համախմբել էր ողջ համայնքը։ Գևորգի արհեստանոցը ոչ միայն չփակվեց, այլև պատվերներն այնքան շատացան, որ նա ստիպված եղավ աշակերտներ վերցնել։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Մի օր, երբ Գևորգն աշխատում էր նոր խաչքարի վրա, նրա կողքին լուռ կանգնած էր եղբայրը՝ Լևոնը, և զգուշորեն հղկում էր քարի մի կողմը։ Նրանք ոչինչ չէին խոսում, բայց այդ լռության մեջ կար ամեն ինչ՝ ներողություն, հարգանք և նոր գտնված եղբայրություն։ Ընտանեկան տունը, որը քիչ էր մնում փլուզվեր, այժմ կանգնած էր ամուր ժայռի վրա։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ, բայց հզոր ճշմարտություն։ Քրիստոսի իմաստությունը ոչ թե փոթորիկներից խուսափելու, այլ դրանց ուժն օգտագործելու մեջ է։ Այն քարերը, որ կյանքը նետում է մեր վրա, կարող են կամ կործանել մեզ, կամ դառնալ մեր ամրոցի հիմքը։ Ընտրությունը մերն է։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքի դժվար իրավիճակներում։ Ինչ քարեր են նետվել ձեր վրա, և ինչպես կարող եք դրանք վերածել շինանյութի։ Թող Աստծո խաղաղությունը